Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ։ Այսօր փետրվարի 13-ն է։ Ներողություն, մարտի փետրվարի։ Հետ ընկեցեմ։ Ուրեմն կապված այդ միտինգի հետ, Երևանում որ եղել է, ինձ այդ միտինգից այնտեղ մարդկանց քանակը բան, որ կեսին Տաշիրի աշխատողներ, Տաշիր սպիցա, էլեկտրիկներ, եսի ինչ բերել լցել են մտով մարդաքանակ երևա, բայց ամեն հետաքրքիրն է, որ հայտնվել է Ժիլետը, Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյան, ախր ես հիմա որ դնեմ խեռեն, պիտի ասեն խեռեց։ Եղել ես վարչապետ, ոչ բարով, վարչապետությունը ծնեմ ես։ Եկար վերընկած, լափիշ, հելար Նիկոլ Բոզիտը ունել գնացիր Բերտից Սևանի ձպավից ազատից, դու ինքդ ես դրան դուրս բերել տեղից, առանց փաստաթուղթ, մարդը ձպավին պդմեր, իրեկորում կանոնավորել էին, գնացիր մտա, ձեր տվիր, Բոզից տողուն դուրս բերիր, հիմա ես չգիտեմ, դա քո նախաձեռնությունն ա եղել, Սերժի նախաձեռնությունն ա եղել, Սերժի հրամանն ես կատարել, դժբախտությունը կանում է նրանում, որը ժողովրդի հիշողությունը շատ թույլ է, պիտի անընդհատ հիշեցնես։ Паркасо, интернет помнит все. Զպվի դերնել ձերձերի տվիկ էր բոզից ծնունդին, հանիր դուրս, բերիս կապիր ժողովրդի ջանին, թողից ես սիկտիր եղաշ, ես իմ որտեղ արենք, Ղարաբաղ տվեց, Կիրանց տվեց, Բերձոր տվեց, գրող ու սև ցավս տվեց, ձեն չանիշ, ոչ դու, ոչ քո տղեկը, դες կուլտուրական բանակ չծառայած, $7,000 գալստուկներ կապած Գազպրոմում ոտերին քցած ամենահրավոտ կոֆե լատե տղեկը ծծնեն, քարտուղարուհիների պտուկների հետ խաղան, տասնյակ հազարավոր դոլարները ստանան։ Հիմա հելել ես, եկել ես ասում ես посмотрите, я вернулся в политику. Я тоже царь։ Ուրեմն ես քեզ իմիգրանից կուլտուրական զգուշացնում եմ։ Վեշ մեշոկդ հավաքում ես ու սիկտիր ես ըլլեմ քաղաքական արենայից, եթե չես ուզում, ժիլետը քաշեմ գլխի տրուսիկնել հետդ։ Ես ընդեղ էլի մարդիկ կա, քյոր Լևոնը պիտի հլնեի գա, բանին միանա, Տաշիրին միանա, եւ այլն, ես ուզում հասկանամ Լևոն Տեր-Պետրոսյան, ռաս գալիքդ էմպանից անեմ, մի ոտդ գերեզմանա, մի ոտդ էլ այդ սև շենքի մեջ է, ուր ես հետ գալեմ, քո քյորաշկով, հա, ճիշտ դժբախտություն դում ես ժողովրդի գլխին բերեցի, այսինքն ես ինչ եմ տենում, ընկեր Տաշիրը, իշքան հանգած աբլիգացիա կա, որը որ այս ազգի մորը դրեց սրել է, հիմա հանգած է, սավի զարտասն բերեմ կցմա իա այդ աղբորտողուն ու իան, ես ուզում եմ հասկանամ, նախ նույնս եմ ասում, օլիգարխին ոչ մի դեպքում չպետք է մոտիկ թողնել կառավարությանը եւ իշխանությանը։ Մենք դրա պտուղները տենում ենք տարբեր երկրներում, ինչով է ավարտվել եւ ավարտվում, երբ որ օլիգարխը գալիս է երկրի ղեկավար։ Բայց հիմա այս արկիրը նայա, որ ինչքան հանգած աբլիգացիաներ կա, վերցնում բերում միացնում իան, ինչ որ զայների, նախորդատրությունների Լևոն Տեր-Պետրոսյանը ինչով դնել հավաքել։ Հələ ժամանակ, որ ես ամենը մի տարյուկես, երկու տարյա որ խոսում էի, մի տարյուկես կներեք։ Հիմա այսօր բերել են հաշեին, որը որ բերեց Սերժին և այլն, բերում են հավաքին իանց է կողերը, այս ժիլետին են բերում, ժելե արած մանզերով և այլն, դու վարչապետ եղար, քո վարչապետության տարները մենք տեսանք։ Հիմա նորից ինչ երեսով ես հետ գալի և ուզում ես վերարտադրվես, Կարեն Կարապետյան։ Շատ կուլտուրական տոնով ասում եմ, վեշերդ հավքի և սիկտիր եղի այնտեղ, որտեղից որ եկել ես։ Հետո չասես, հանվավ ընգավ իմ հետևից, քո տաղու և այլ։ Նայեք, հնտու շատից նայեք, նորից, իշքան բանակ չծռայած կա, իշքան իանց երեխեկը բանակ չծռայած, նորից հետ են գալում։ Նորից, Կարեն Կարապետյանը իա եթիմներով, Տաշիրը իա եթիմներով, Տաշիրի աղբոր տղեն իա եթիմներով։ Հակած, նորից վերարտադրվում են, այսինքն ինչ ենք մենք տենում, հանրապետական կուսակցություն դվա, այդ երբ է օլիգարխը մտածե ազգի մասին։ Երբ է մտածե, սիրի ժողովուրդ դուք մոռացաք, որ
Եթերներով հրապարակում ենք, որ տաշիր, պիցայի, մատուցողները, հավաքարարից, խոհարարից բռնած, որ պիցայա սարքեն, տաշի սամոն պիցեն վրեն ծախնեջ։ Մասը սրընդ օբյեկտում աշխատում, աստիպված է իր ապերելիվը փողով ուտի։ Ու այդ դիշովկա մտածելակերպով մարդը ուզում է վերարտադրել, ասում է մենք մեր ձևով, ձեր ձևովը բան որն է։ Սրկատիրական հասարակակ հաստատելը, եթե այն ժամանակ մենակ տաշի ներքո սեփականությունը, հիմա ուզում ես վերարտադրվես, գազ մտես իշխանություն, որ հիմա նորից սա Հայաստանը շինեք ձեր համար, սա Հայաստանի շինեք, բան մատուցողներ, առաքիչներ, չգիտեմ, խոհարարներ եւ այլն։ Ես չեմ մտահոգվում, որ կարող է տաշի սամոն, ես իմ ինչ ձայներ հավաքի, հանկարծ իդից առաջին գնի։ Բնավ, բոլոր սոցհարցումները, այդ թվում նաև այս գյոզալեմ երկրի ինստիտուտի, դեմոկրատական ինստիտուտ կա եւ այլն, հարցումները ցույց են տալի, որ Վարդան Ղուկասյանը գնում է առաջին տեղով։ Տաշիր կլնի, տաուշ կլնի, թե գեղարքունիկ կլնի, Վարդան Ղուկասյանն առաջինը չնայած որ բանտում է, բա որ հելավիշ կլնի։ Просто ես ուզում եմ ժողովրդի իշխողությունը թարմացնել, սերի ժողովուրդ, բացեք ինտերնետը նայեք։ Ով ազատեց Նիկոլ Փաշինյանի Սևանի ԶՊՎ-ից։ Հիմա հարց Կարեն Կարապետյանին, որ գնացել է դոզի սղուն ԶՊՎ-ից հանից, որ այսօր Արցախ բառը լսում է, ոտերի տակը թուլնում է, ում հրամանով հանեցիր։ Ինքը թե իր նախաձեռն է, օրենքի խախտում թույլ տալով դրան բացողելով, թե Սերժ ասես գնաց ԶՊՎ-ից հանի։ Այս հարցի պատասխանի, որ հիմա Արցախի անկախության հռչակագիրը ուզում փոխի, Արցախ բառն ասում ես լավը կուլվում է եւ այլն։ Ձեր բերածն է, քո բերածն էլ է, քո։ Ու հիմա նույնից ուզում եք քեզ գա, դուք իմ ոտերը կուտեք, դուք քեզ կգաք։ Լսակ։ Ես էլ կուլտուրական քեզ գուշացնում եմ, հավաքի վեճ մեշոկը ու ֆիկտ իրերի։ Եթե չես ուզում, էլ չասեմ բանը մնացածը, հանկարծ մտնելով չանցի, թե ինքը բանտում է, կարող է պասիվություն ցուցաբերի ու մեր տուն չգա։ Բանտում եղած ավելի շատ ինֆորմացիայով կհարցակվեն ձեր վրեկը, քան ազատության մեջ։ Լսակ։ Խորոփեմ ձեր վրեն։ Այս կանա սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, որ ձեր հիշողությունը թարմ մնա, մի մոռացեք, ով է Կարեն Կարապետյանը եւ ովքեր Էլոմա կողը հավքëm ընկես տաշիրը, մեր ձևով է անում։ Տեսա կտենակ է ձևով որն է։ Եղավ։ Հաջողություն ձեզ։